Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է։ Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի ակնարկում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ Ռուսաստանաբնակ խոշոր գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վարչապետը նրանց հասցեին պարբերաբար մեղադրանքներ է ուղղում կոռուպցիոն ճանապարհով հարստանալուց մինչև այլ պետությունների ցուցումով ընտրություններին մասնակցություն։ Ինչ իրավական հետևանքներ կունենան այս հայտարարությունները։ Հնարավոր է ոչ մի, քանի որ ավելի վաղ Փաշինյանի կողմից Ծառուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքներից մեկն այդպես էլ չապացուցվեց։ Նորությունն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառքով է ընտրվել։ Այս հայտարարությունից 6 տարի անց Գագիկ Ծառուկյանն օրերս անմեղ ճանաչվեց ընտրակաշառքի հայտնի գործով։ Դատարանը որոշեց ճանաչել եւ հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։ Ծառուկյանը ընտրակաշառքի գործով որպես մեղադրյալ ներգրավեց այն բանից հետո, երբ կորոնավիրուսային համավարակի ակտիվ շրջանում 2020-ի հունիսին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեսնելով այս ասենք թե ձախողումները, լիարժեք արդեն կարող եմ ասել ոչ թե 97, 100%-ը պետք է փոխվի, որտեղ բոլոր իրաց աշխատանքով, արդյունքով բոլոր ոլորտները ձախողված են։ Այս հայտարարությունից 10 օր էլ չէր անցել, երբ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Ծառուկյանի Արինջի բարձունքում գտնվող շքեղ առանձնատանը։ ԱԱԾ-ի հրապարակած կադրերում երևում էին ոչ միայն ընտրացուցակներ, այլև ԲՀԿ-ական արդեն նախկին падգամավորների Ծառուկյանին հավատարմության երդումով ստորագրված փաստաթղթեր։ Սեպտեմբերի 25-ին Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Մեկ ամիս ԱԱԾ-ի մեկուսարանում մնալուց հետո ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։ 44-օրյա պատերազմից հետո Ծառուկյանը դարձյալ կոշտ արտահայտվեց։ Ես ասեմ, ես ամաչում եմ, որ հայ եմ, որ այդպիսին մենք ունենք վարչապետ։ Փաշինյանն էլ իր հերթին կասկածի տակ էր դնում Ծառուկյանի գրագիտության մակարդակը։ Պարոն վարչապետ, Գագիկ Ծառուկյանը գրավ։ Որպես երկրի ղեկավար առաջին դեպք հարցնում եմ։ Քաղաքական կոշտ խոսույթի ֆոնին այս գործի վերաբերյալ իրավապանները հայտարարեցին, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ծառուկյանը 90 միլիոն դրամ կաշառք է տվել Վազգեն Պողոսյանին, որն ընդգրկված է եղել Ծառուկյան դաշինքում։ Իրավապաներին Վազգեն Մանուկյանը պատմել է, որ Սեդրակ Արուստամյանից եւ Աբրահամ Մանուկյանից ստացել է 10,000-անոց թղթադրամների տրծակներ, ընդհանուր առմամբ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանվել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները եւ պետք է այն բաժանեին ընտրողներին։ Վազգեն Պողոսյանը եւս հաստատում էր գումարը ստանալու փաստը, բայց հակված չէր այն կոչելու ընտրակաշառք։ Այն անվանում էր ընտրության համար նախատեսված ծախսեր։ Որ դու հարցը տալիս ես։ Ես ասենք թե եսին որ գյուղում ով կա, ես ինչ պետք է կապ ունեմ, ես մի հատ հասկանամ ձեզ։ Վազգեն Պողոսյանին գումար տալու պնդումների մասին հարցին Ծառուկյանն այսպես էր պատասխանել, ապա դժգոհել, որ ընտրակաշառքի գործով իրեն կալանավորել են։ Ես նորից եմ ձեզ ասում, պատմության մեջ չկա այս հոդվածով ընտրակաշառքով մարդ կալանավոր է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահորեն շարունակում էր պնդել, որ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանել է եւ անգամ բացահայտում էր մեխանիզմը։ ԲՀԿ-ի պարագայում ծախսվել է հիմնականում մի մարդու փողեր։ Եվ այդ փողերի ծախսման արդյունքում, քանի որ մի մարդու տված փողերն ա եղել, պետք է եղել հաշվետու լինել հետո։ Այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը, որպեսզի նրանք այնտեղ հանգիստ հանգստանան։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներն իրականություն չդարձան, Ծառուկյանն արդարացվեց, փոխարենը մեղավոր ճանաչվեց միայն Մուլտիգրուպի տնօրեն Սեդրակ Արուստամյանը։ Արդյոք Ծառուկյանը տեղյակ չի եղել իր ենթակայի գործողություններից, ըստ դատարանի փաստորեն ոչ։ Ինչ եղան Փաշինյանի հավաստիացումները, ՔՊԱ-ական Լիլիթ Մինասյանն անգամ դրանք չի հիշում։ Ես նման ելույթներին չեմ մտաբերի երևի, չգիտեմ այս մասով չի խոսքը գնացել երևի։ Պարոն Ծառուկյանի վերաբերյալ դատանը որոշում է կայացրել եւ բոլորս պետք է այդ որոշման հետ առերեսվենք։ Տարիներ անց գուցե մեկ այլ գործի շրջանակներում հերկվեն Ծառուկյանի բելարուսամետ օլիգարխ լինելու մասին Փաշինյանի պնդումները, իսկ քաղաքացիների համար այդպես էլ անպատասխան մնա հարցը, ինչու են ծանր մեղադրանքներ պարունակող հայտարարություններն անհետևանք մնում։